Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու հեծի հետ կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել։ Ճիշտ են ձևով, երբ ԶՊՄԿ-ի 24%-ի ժամանակ էիք ասում խլել, այն դեպքում, երբ դա ձեզ է վերադարձվել, դուք հենց անձամբ ձեզ։ Խլվել այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է Հայրուս գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Այդ ժամանակ Հայաստան ձեզանից, մեզանից խլել են հեծը և տվել են մասնավորին 2002-ին։ Չգիտեմ կհիշեք թե չէ, ու այնքան վատ այն ժամանակ կառավարվել, որ 15-ին հեծը կանգնեց ճգնաժամի առաջ ու հանձնվեց ներկա սեփականատերերին։ Հետո ոչ այնքան վատ ինչքան նախկինում, բայց էլի այնքան վատ կառավարվեց, որ հիմա մեկ այլ ճգնաժամի առաջ են կանգնած։ Ու դրան գումարած էլ չասած ձեր հարակից խնդիրները, այնպես որ կողմնորոշվեք, ով է խլում եւ ումից է խլում, կամ ով է վերցնում եւ ումից է վերցնում, եւ դուք այս շահերի բախման որ կողմում եք կանգնած, հեծի սեփականատերերի կողմում եք, թե Հայաստանի Հանրապետության կողմում եք, դա էլ որոշեք։ Շնորհակալություն, պարոն Եղոյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։